Պատկերացրեք, որ ինքնաթիռում եք, եւ հանկարծ այն կտրուկ անկում է ապրում։ Մի օրում տարբեր մայրցամաքներում գտնվող երկու չվերթների ուղևորները ականատես եղան այս մղձավանջին, ուժեղ տուրբուլենտության, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դառնում միլիոնավոր մարդկանց համար։ Մինչ չվերթի անձնակազմը պայքարում է օդային փոսերի դեմ, գետնի վրա մոլեգնում են կատակլիզմներ։ Այս թողարկման մեջ մենք կանդրադառնանք անցյալ շաբաթվա ամենաավերիչ կլիմայական իրադարձություններին, ինչպես նաև տուրբուլենտության ամենավտանգավոր կողմին եւ մոտ ապագայում օդային ճանապարհորդությունների հնարավոր ռիսկերին։ ԱՄՆ Սեպտեմբերի 18-ին Մարիո արևադարձային փոթորկի մնացորդների պատճառած ամպրոպները հարավային Կալիֆոռնիայում առաջացրին հզոր ցեխային սողանքներ եւ արագ ջրհեղեղներ։ Սան Բերնարդինո շրջանը լուրջ վնասներ կրեց, որոշ շրջաններում 1 ժամում տեղաց գրեթե 4 ամսվա անձրև։ Ցեխային հոսքերը ողողեցին ճանապարհներն ու տները, եւ մայրուղու վրա իրենց մեքենաներում մնացած 10 մարդ մոտ 10 ժամ մնացին խրված, մինչև փրկարարները մաքրեցին ճանապարհը։ Ջրհեղեղը ազդեց նաև անապատային տարածքների վրա։ Մահվան հովտի ազգային պարկում ուժեղ անձրևները ճանապարհները վերածեցին ցեխոտ խառնաշփոթի, ինչի հետևանքով մի քանի մայրուղիներ փակվեցին։ Կարստու քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարը ողբերգության պատճառ դարձավ։ Հեղեղատար ջրերը քշեցին մի մեքենա, որում գտնվում էր հայրը եւ նրա 2 տարեկան որդին։ Ցավոք, երեխան մահացավ։ Փոթորկի ժամանակ գրանցվել է ավելի քան 9200 կայծակի հարված։ Սա ամբնականորեն բարձր թիվ է նման 4 շրջանի համար։ Սեպտեմբերին հարավային Կալիֆոռնիայում սովորաբար անձրևներ գրեթե չեն լինում, բայց այս անգամ 2020 թվականի անտառային հրդեհներից ավերված հողերում տեղումների ամբնական քանակություն է եղել։ Այրված հողը լանջերին թույլ չէր տալիս պահպանել խոնավությունը, ինչը հանգեցնում էր ավերիչ սողանքների եւ սելավների։ Ռագասա գերթայֆուն Սեպտեմբերի 22-ին Ֆիլիպիններում անցավ Ռագասա գերթայֆունը։ Քամու արագությունը գերազանցեց ժամում 265 կիլոմետրը, իսկ պոռթկումները մինչև 295, որը համարժեք է 5-րդ կատեգորիայի արևադարձային փոթորկի։ Ալիքների բարձրությունը հասավ 14 մետրի։ Ռագասան այս տարի դարձավ մոլորակի ամենաուժեղ արևադարձային ցիկլոնը։ Թայֆունի կենտրոնն անցավ Բաբույան կղզախմբով, որը մոտ է խիտ բնակեցված Լուսոն կղզուն։ Մոտ 25,000 մարդ նախապես տարհանվեց եւ տեղակայվեց ժամանակավոր կացարաններում։ Թայֆունը վնասեց էլեկտրահաղորդման գծերը, տապալեց բազմաթիվ ծառեր եւ մի քանի շրջաններում առաջացրեց ջրհեղեղներ եւ սողանքներ։ Ներքին չվերթները, լաստանավային ծառայությունները եւ ձկնորսական գործունեությունը դադարեցվեցին։ Երկրի 29 նահանգներում, այդ թվում մայրաքաղաք Մանիլայում, դպրոցներն ու կառավարական գրասենյակները ժամանակավորապես փակվեցին։ Հազարավոր հեկտար բրնձի եւ եգիպտացորենի ցանքատարածքներ, որոնք պատրաստ էին բերքահավաքի, ջրհեղեղի ենթարկվեցին կամ վնասվեցին քամուց, սպառնալով բարենային անվտանգությանը ամբողջ տարածաշրջանում։ Բենգուետի հյուսիսային նահանգում 1 մարդ զոհվեց, իսկ 7-ը վիրավորվեցին գլխավոր մայրուղու վրա տեղի ունեցած սողանքի հետևանքով։ Ծովում նույնպես ողբերգություն տեղի ունեցավ։ Ալիքների եւ քամու հարվածից շրջվեց 13 մարդ տեղափոխող ձկնորսական նավակ։ 7 մարդ զոհվեց։ Թայվան կղզին նույնպես ենթարկվեց Ռագասա թայֆունի հարվածին։ Սեպտեմբերի 22-ին սկսված դրա արտաքին եզրը աննախադեպ տեղատարապ անձրևներ բերեց կղզու արևելքում։ Որոշ տեղերում մինչև 1000 մմ տեղումներ տեղացին։ Սեպտեմբերի 23-ին Հուալյան շրջանում անձրևները դուրս բերեցին այս ամռան սկզբին տեղի ունեցած սողանքի հետևանքով առաջացած լիճը։ Արդյունքում 60 միլիոն տոննա ջուր ճեղքեց բնական ամբարտակը եւ հովտով հոսեց դեպի Գուանֆու զբոսաշրջային գյուղը։ Ականատեսները այն նկարագրեցին որպես ցունամի։ Տիղմով եւ ցեխով լի ջրի հեղեղները ավերեցին ամբողջ թաղամասեր, քշելով մեքենաներ եւ տներ։ Բնակիչները ստիպված էին ապաստան գտնել շենքերի վերին հարկերում։ Շրջանում փակվեցին կամուրջներ եւ ճանապարհներ, իսկ երկաթուղային երթևեկությունը դադարեցվեց։ Զոհվեց առնվազն 17 մարդ, իսկ եւս 17-ի ճակատագիրը մնում է անհայտ։ Սեպտեմբերի 24-ին թայֆունը հասավ մայրցամաքային Չինաստան։ Գուանդուն նահանգում նախապես տարհանվեց ավելի քան 2 միլիոն մարդ։ Յանցյան քաղաքում քամու ուժեղ պոռթկումները տապալել են ավելի քան 50,000 ծառ, վնասել բազմաթիվ շենքեր եւ էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ առաջացրել։ Հոնկոնգում հայտարարվել է ամենաբարձր տագնապի մակարդակը, որտեղ վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Ռուսաստան
Սեպտեմբերի 17-ից ի վեր Դաղստանի Հանրապետությունում ուժեղ տեղատարապ անձրևներ են տեղացել, մարդկանց առօրյա կյանքում քաոս եւ ավերածություններ բերելով։ Մախաչկալայում 3 ժամում տեղացել է անձրևի կես ամսվա նորման։ Հանրապետության մայրաքաղաքի փողոցները ակնթարթորեն վերածվել են գետերի, իսկ մեքենաները լողում էին ջրի հեղեղների մեջ։ Հաջորդ օրերին իրավիճակը վատթարացել է։ 2 օրից էլ պակաս ժամանակահատվածում այնտեղ տեղացել է անձրևի 2 ամսվա նորման։ Դաղստանի նախալեռների մեծ մասը, այդ թվում Իզբերփաշը, Կասպիյսկը եւ Մախաչկալան, տուժել են տարերքներից։ Մեքենաները կանգ են առել փողոցներում, իսկ որոշները քշվել են հոսանքի կողմից։ Որոշ տեղերում ջուրն այնքան է բարձրացել, որ պատուհաններից լցվել է տներ։ Մարդկանց կոչ են արել չխմել ծորակի ջուր, վախենալով, որ աղտոտիչները կարող են ներթափանցել ջրամատակարարման մեջ։ 73 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ինտերնետը եւ բջջային կապը ընդհատվել են որոշ շրջաններում լիակատար անջատումներով։ Քանդված կամուրջների եւ սողանքի պատճառով 40 գյուղ մնացել է առանց տրանսպորտի։ Դաղստանի լեռներում այս տարի ձյունը զգալիորեն ավելի շուտ է տեղացել, քան սովորաբար, ինչը անակնկալի է բերել ոչխարաբույծներին։ Գումբետովսկի շրջանում մի քանի հազար ոչխարներից բաղկացած հոտը մնացել է ձյան մեջ 2.5 կիլոմետրից ավելի բարձրության վրա։ Կենդանիները չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ, քանի որ առատ անձրևը փակել էր ճանապարհները։ Սեպտեմբերի 21-ի գիշերը Արկվանի գյուղի բնակիչները ժամանել են ամենագնացով եւ բուլդոզերով հովիվներին օգնելու համար։ Նրանց օգնության շնորհիվ անասունները տեղափոխվել են անվտանգ վայր, կանխելով մեծ կորուստները։ Վրաստան։ Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ուժեղ անձրևներով փոթորիկ տեղի ունեցավ։ Աջարիայի հանրապետությունը ծանր հարված ստացավ, ջրհեղեղի ենթարկելով ճանապարհները, տները եւ գյուղատնտեսական հողերը, ինչպես նաեւ վնասելով էլեկտրահաղորդման գծերը։ Վրաստանի գլխավոր հանգստավայր Բաթումին նույնպես վնասվել է։ Ուժեղ քամիները տապալել են ծառերն այգիներում եւ հրապարակներում։ Ուժեղ անձրևները աղտոտել են գլխավոր ջրառը, քաղաքի մեծ մասը թողնելով առանց խմելու ջրի։ Ուժեղ ալիքները վնասել են ափամերձ գիծը եւ լողափային ենթակառուցվածքները։ Աջարիայի գրեթե ամբողջ ափի երկայնքով ալիքները ափ են բերել մեծ քանակությամբ ջրիմուռներ եւ բեկորներ։ Արդյունքում իշխանությունները խստորեն արգելել են ծովում լողալը։ Խելվաչաուրի մունիցիպալիտետում գետը դուրս է եկել ափերից եւ հեղեղել Աջարիայի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Մաչախելի հովիտը, գործնականում կտրելով այն արտաքին աշխարհից։ Որոշ բնակիչներ տարհանվել են ավելի անվտանգ վայրեր։ Զբոսաշրջային ենթակառուցվածքները լուրջ վնաս են կրել, ջրհեղեղի են ենթարկվել սրճարաններ եւ ռեստորաններ, այդ թվում Մաչախելա ազգային պարկի հայտնի հաստատությունը։ Գեդա մունիցիպալիտետում բնակելի շենքի փլուզման հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Սեպտեմբերի 21-ին անդադար անձրևները զգալի վնասներ հասցրին Սամեգրելովերին Սվանետի շրջանի մի քանի համայնքներին։ Ջրհեղեղի ենթարկվեցին առևտրային տարածքները, բնակելի շենքերի առաջին հարկերը եւ այգիները։ Վնասվեց տեղի բնակիչների կենցաղային տեխնիկան եւ կահույքը, իսկ ձմեռային պաշարները ոչնչացան։ Անձրևները քանդեցին կամրջի ջրատար խողովակները, իսկ սողանքները փակեցին որոշ ճանապարհներ։ Իսպանիա։ Սեպտեմբերի 21-ին Ryanair-ի ինքնաթիռը, որը Վիտորիայից հյուսիսային Իսպանիա մեկնում էր Պալմա դե Մալյորկա, վայրեջքի ժամանակ բախվեց ուժեղ տուրբուլենտության հետ։ Այդ պահին բոլոր 180 ուղևորներն արդեն նստած էին եւ ամրացված, ուստի նրանցից ոչ մեկը չէր տուժել։ Սակայն ուղեկցորդուհիները, որոնք այդ պահին ոտքի վրա էին եւ ստուգում էին ինքնաթիռի վայրեջքի պատրաստությունը, լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Մեկին հարվածը նետել էր վերև եւ հարվածել առաստաղին, իսկ մյուսը ընկել էր սննդի սայլակի վրա։ Անձնակազմի մնացած անդամները թեթև վնասվածքներ էին ստացել։ Վայրեջքից հետո բոլորին օգնություն է ցուցաբերվել օդանավակայանում։ Վկաները կիսվել են իրենց շոկով տուրբուլենտության ուշքնությունից, որը հանկարծակի առաջացել էր հանգիստ թռիչքից հետո։ Թուրքիա։ Սեպտեմբերի 18-ին զանգվածային անտառային հրթիռները կրկին ընդգրկեցին Թուրքիայի հարավային եւ արևմտյան հատվածները, ամենաուժեղ բռնկումը տեղի ունեցավ Անտալիայի հանգստավայրային նահանգում։ Քամու կողմից առաջացած կրակը արագ տարածվեց լեռնալանջերով եւ անտառապատ տարածքներով, հայտնի զբոսաշրջային վայրերը վերածելով աղետի գոտիների։ Հրթիռները մարելու համար նշանակալի ռեսուրսներ են ներդրվել՝ 13 ուղղաթիռ, 4 հրշեջ ինքնաթիռ եւ մոտ 800 փրկարար։ Խոշոր հրթիռը բռնկվել է Ալանիա քաղաքի մոտակայքում եւ արագ մոտեցել բնակելի շենքերին։ Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն մեկ մարդ թունավորվել է, ծխից հոսպիտալացվել է։
Անտալիայում հրդեհների պատճառով տարհանվել են ավելի քան 200 տների բնակիչներ։ Բելեկ քաղաքի մոտակայքում անմիջապես զբոսաշրջային ենթակառուցվածքների հարևանությամբ բռնկվել է ևս մեկ զանգվածային անտառային հրդեհ, հրդեհվել են հեղինակավոր հինգաստղանի հյուրանոցի բարերը և տեխնիկական հարմարությունները։ Իշխանությունները որոշել են տարանել հյուրերին և հյուրանոցի անձնակազմին վտանգավոր գոտուց։ Բրազիլիա։ Անցյալ շաբաթ Բրազիլիայի հարավը տուժեց ուժեղ անձրևների և կարգտահարության հետևանքով առաջացած փոթորիկներից։ Քամու արագությունը հասավ տարածաշրջանի համար կրիտիկական մակարդակի։ Կամպո դե Մարտե օդանավակայանում գրանցվել են ժամում մինչև 98 կմ արագությամբ պոռթկումներ։ Քամին տապալել է ծառեր և կառույցներ, որոնք նախատեսված չէին նման պոռթկումներին դիմակայելու համար։ Սան Պաուլո նահանգում առնվազն 8 մարդ վիրավորվել է և դիմել է բժշկական օգնության, իսկ համանուն քաղաքում Բրազ մետրոյի կայարանը փակվել է տանիքի մասնակի փլուզումից հետո։ Պարանա նահանգում մի կին մահացու հարված է ստացել ընկնող ծառից, իսկ Սանտա Կատարինայում տորնադոն ավերել է Բարա Բոնիտա փոքրիկ քաղաքը, թողնելով ավերածությունների մեծ շերտ։ Սեպտեմբերի 22-ին Պորտո Ֆելիսում գտնվող Տոյոտայի գործարանում ժամում 100 կմ-ից ավելի արագությամբ քամիները բառացիորեն քանդել են հսկայական պահեստը։ Արդյունքում 10 մարդ վիրավորվել է։ Փոթորկի հետևանքները աղետալի էին։ Հազարավոր տներ կորցրել են իրենց տանիքները, ընկած ծառերը և էլեկտրահաղորդման գծերը կաթվածահար են արել երթևեկությունը, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Մի շարք քաղաքներ բախվել են լայնածավալ ջրամատակարարման խափանումների։ Փոթորկի ժամանակ տեղի է ունեցել նաև ավիացիոն միջադեպ։ Սեպտեմբերի 21-ին Latam Airlines-ի ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց բախվել է կարկուտի և ուժեղ տուրբուլենտության հետ, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Ականատեսների խոսքով միջադեպը տևել է մոտ 15 րոպե, հիշեցնելով ամերիկյան սառցադաշտով զբոսանք։ Այն իսկապես սարսափելի էր, ուժեղ անհարմարությամբ, ճիչերով և հուսահատությամբ լի սրահում։ Ինքնաթիռի քիթը վնասվել էր, բայց այն անվտանգ վայրէջք էր կատարել նպատակակետում, և ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել։ Արգենտինա։ Արգենտինայի կենտրոնական նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել սեպտեմբերի 20-ի գիշերը տեղի ունեցած հզոր փոթորիկներից հետո։ Լա Պամպա նահանգի Սանտա Ռոզա քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել, փողոցները վերածելով սառցե հեղեղների։ Կարկուտի չափերը նույնպես ցնցող էին։ Պորտոկի քաղաքում և Տրենկե Լաուկենայի շրջակա տարածքում դրանք հավի ձվի չափ էին, իսկ որոշ տեղերում թենիսի գնդակների չափ։ Սոցիալական ցանցերը լցված էին կարկուտի պատկերներով, որոնք բառացիորեն դուրս էին գալիս գոյուղու համակարգերից, այդ թվում բնակիչների տների զուգարաններից, ոչնչացնելով ջրահեռացման համակարգերը և խողովակները։ Մելո քաղաքում 3 երեխա ունեցող ընտանիքը մնացել է իրենց տանը, երբ ուժեղ քամու պոռթկումը քանդել է կառույցը, և այն փլուզվել է ճակատային մասի վրա։ Իսկ Սանտա Ֆե նահանգում քամու պոռթկումը ամբողջությամբ քշել է մի քանի տասնյակ տների տանիքները, ստիպելով բնակիչներին տարհանվել։ Մենդոսա նահանգում ձյան տեղումները և մինչև -12 աստիճան ջերմաստիճանի անկումը հանգեցրին Արգենտինայի և Չիլիի միջև ցամաքային կարևորագույն ճանապարհ հանդիսացող Քրիստո Ռեդենտոր միջազգային լեռնանցքի 2 օրով լիակատար փակմանը։ Կարևորն այն է, որ զգալի նյութական վնասներից անկախ զոհեր չեն եղել։ Ծանոթ օդային երթուղիները դառնում են բարձր ռիսկի գոտիներ։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 2024 թվականի զեկույցի համաձայն, ինքնաթիռում տեղի ունեցած լուրջ վնասվածքների գրեթե 75%-ը կապված էր տուրբուլենտության հետ։ Ամենաողբերգական միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Ինքնաթիռը ընդամենը 1 րոպեում վայրէջք է կատարել 5 կմ-ից ավելի բարձրությունից։ Վթարի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։ Վերջին տարիներին ուսումնասիրությունները ավելի ու ավելի են արձանագրում տուրբուլենտության հաճախականության և ուժգնության աճը։ Այս մտահոգիչ թեման արդեն իսկ լուսաբանվել է աշխարհի խոշոր լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, ակնհայտ միտմանը հակառակ, այսպես կոչված մասնագետները շարունակում են համոզել հանրությանը, որ սա պարզապես տհաճ անհարմարություն է, այլ ոչ թե լուրջ անվտանգության սպառնալիք։ Գոյություն ունեն տուրբուլենտության մի քանի տեսակներ՝ կոնվեկտիվ, օրոգրաֆիկ և ամենավտանգավոր և չուսումնասիրված տեսակը՝ պարզ օդի տուրբուլենտությունը։ Այս երևույթը ներկայումս չի կանխատեսվում կամ հայտնաբերվում ռադարների կողմից։ Ժամանակակից գիտությունը չի հասկանում այս երևույթի իրական պատճառները և պարզ օդի տուրբուլենտության առաջացումը կապում է քամու ուղղության կամ արագության կտրուկ փոփոխության հետ։ Սակայն սա չի բացատրում, թե ինչու նման երևույթի գոտի մտնելիս ինքնաթիռները բառացիորեն վայրկյանների ընթացքում տասնյակ մետրերով ցած են ընկնում։
Մթնոլորտային տաքացումը անշուշտ դեր է խաղում տուրբուլենտության եւ ռեակտիվ հոսքերի աճի մեջ, բայց իրական պատճառները շատ ավելի խորն են՝ էլեկտրամագնիսական անոմալիաներ, որոնք կապված են երկրի խորքում տեղի ունեցող գործընթացների հետ։ 2023 թվականի ապրիլին ԱլլաՏրայի գիտնականները ներկայացրեցին մաքուր օդում տուրբուլենտության բնույթի, մասնավորապես անոմալ օդային փոսերի առաջացման վերաբերյալ իրենց հետազոտության արդյունքները, այս երևույթի աճի մռայլ կանխատեսումների հետ միասին։ Գիտական եզրակացությունների համաձայն ոչ տիպիկ մագնիսական անոմալիաների գոտիներում մագնիսական դաշտի խանգարումները փոխում են մթնոլորտային մոլեկուլների իոնացումը, թուլացնելով դրանց միջև կապերը։ Սա նշանակում է, որ օդը պարզապես դադարում է պահել ինքնաթիռները։ Եթե մարդկությունը վճռական գործողություններ չձեռնարկի, մոտ ապագայում կգա մի ժամանակ, երբ ոչ ինքնաթիռները, ոչ էլ ուղղաթիռները չեն կարողանա թռիչք կատարել, եւ նույնիսկ եթե դա անեն, քիչ հավանական է, որ վայրէջք կկատարեն։ Արագ աճող տուրբուլենտությունը անտեսելը նշանակում է միլիոնավոր մարդկանց ենթարկել մահացու վտանգի։ Դժբախտաբար, այսօրվա հասարակությունում, որտեղ մարդկային կյանքը ցածր է գնահատվում, նման անոմալիաները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվում, եւ ավելին, դրանք կթաքցվեն մինչև վերջին րոպեն խուճապից եւ կորցրած շահույթից խուսափելու համար։ Ձեր կարծիքով, քանի ավիաընկերություն կհայտարարի, որ թռիչքներն այժմ վտանգավոր են։ Արեք ձեր սեփական եզրակացությունները։